Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 17-ն է, Հայաստանից էլ կա կարևոր թեմա խոսելու, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցողից նույնպես կխոսենք։ Սկսենք երևի թե Ալեն Սիմոնյանի հայտարարություններից, գիտեք, Ալեն Սիմոնյանը հիմա գտնվում է Թուրքիայում, միջխորհրդարանական կարևոր համաժողով է ընթանում այնտեղ, կարևոր հանդիպումներ, հայտարարություններ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Թուրքիայի նախագահը, Կովկասի վերաբերյալ, Հայաստանի վերաբերյալ եւ այս հարցերի շուրջ մենք կխոսենք նաև թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բայց կարծում եմ կարևոր է սկսել նրանով, որ դատարանը փաստացի Հայաստանում գործող դատարանները, եթե ավելի adekvat լինենք, շատ մեղմ միջոցներ են ընդունում այդ կաշառք տվողների եւ ստացողների նկատմամբ, մեծ մասի նկատմամբ սահմանվում է տնային կալանք, նույնիսկ լինում են դեպքեր, որ իրենց ազատ են արձակում, շատ մեղմ վերաբերմունք է եւ սա շատ լուրջ խնդիրների մասին է խոսում ըստ ինձ, որոնք որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության մեջ, փաստացի 2018 թվականի հեղափոխությունից հետո մեծ հաշվով շատ բան չի փոխվել ցավոք սրտի, այսինքն դատական համակարգը, իշխանության որոշ մասեր այնուամենայնիվ փորձում են ծառայություն մատուցել նախկին իշխանության մնացորդներին կամ ռուսական ուժ ռուսական ազդեցություն ներկայացնող մարդկանց ուժերին եւ սա փաստ է դառնում։ Ամենայն հավանականությամբ ես կանեմ իմ ենթադրությունը, դուք կարող եք գրեք ձեր կարծիքը եւ տպավորությունը, դատավորները մտածում են, որ կարող է հին իշխանության ներկայացուցիչները հանկարծ հետ գան, նրանք ունեն փող, միջոցներ եւ նրանք ժողովրդավարական մեթոդներով չէ որ հարցերը իրենց լուծում են, դրա համար վախենալով անցյալի ստվերներից, այդ ստվերների պատճառով այդպիսի որոշումներ են կայացնում եւ ուրիշ պատճառներ էլ կարող է լինեն, անձնական շահագրգռվածություն եւ այլն չեմ կարող ասել, բայց կարող եմ ենթադրել շատ ու շատ բան, որի մասին նույնիսկ ամաչում եմ խոսել, որ այդպիսի իրավիճակում կարող է լինի Հայաստանի դատական համակարգը։ Անշուշտ կան մարդիկ անհատներ, որոնց նկատմամբ որ կարող է դատարանը մեղմ որոշումներ ընդունել ընտանեկան պայմաններից ելնելով, բայց ոչ համատարած այդպիսի վարքի համատարած դրսևորումը հստակ վկայում է այն մասին, որ բավականին լուրջ խնդիր կա դատական համակարգում եւ կրկնեմ, վկայում է այն մասին, որ մինչեւ վերջ 2018 թվականից Հայաստանի իշխանությունները չկարողացան լուրջ ռեֆորմներ իրականացնել դատական համակարգում եւ սա արդեն խնդիր է դարձել Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար եւ անձամբ իրենց համար կարծում եմ նույնպես։ Կարծում եմ բավարար է այսքանը, սկսենք խոսել թե ինչ հայտարարություններ են հնչել Թուրքիայում։ Իսկ Թուրքիայում կարևոր հայտարարություններ են եղել բավականին, անպայման լայքեք, բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ուրեմն ինչ է ասել երեք Ալեն Սիմոնյանը, ինչ հայտարարությամբ է երեք հանդես եկել, քանի որ ամբողջ աշխարհն է հետևում այդ հայտարարություններին, շատ կարևոր են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Նա ասում է, որ տասնամյակներ տևած անվստահության եւ թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվել է վստահություն կառուցման նոր դարաշրջան, վստահության կառուցման դարաշրջան է սկսվում, հիմնական ուղերձը եւ կարևոր ուղերձը դա է։ Մենք կոչ ենք անում Թուրքիային դառնալ գործընկեր եւ միանալ մեզ խաղաղություն ստեղծելու գործում։ Բայց շատ կարևոր մի բան է ավելացրել նաև Ալեն Սիմոնյանը, որի մասին ադրբեջանցիները ցանկանում են հիմնականում չխոսել, եւ եթե նույնիսկ ստիպված խոսում են, ապա այլ ձև են ամեն ինչ մեկնաբանում, բայց լավ է որ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված հայերին, ասել է որ նրանց թիվը 19-ն է եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն։
ու սա շատ ճիշտ եւ արդարացի հայտարարություն է եւ առանց դրա իրոք շատ խորը հաշտեցում չի կարող լինել, քանի որ երբ որ դու պահում ես գերիներ քո երկրում եւ նույն ժամանակ խաղաղությունից եւ հաշտությունից ես խոսում, այդպիսի հաշտեցում հասարակությունների միջև չի կարող լինել, եթե գերիներ ունես դու քո երկրում։ Ինչ է ասել Էրդողանը, որը ոչ պակաս կարևոր է, ես կարծում եմ նույնիսկ ավելի կարևոր է։ Էրդողանի ուղերձը հետևյալն է. Հարավային Կովկասում խաղաղության ջանքերը պետք է օրինակ ծառայեն ամբողջ աշխարհի համար։ Քանի որ հիմա աշխարհը խառն է, եւ հատկապես մեր տարածաշրջանը կամ մեր տարածաշրջանին մոտ իրադարձությունները, որոնք որ տեղի ունեն Մերձավոր Արևելք, Էրդողանի հիմնական ուղերձը հենց դա էր, որ հարավային Կովկասում խաղաղության ջանքերը պետք է օրինակ ծառայեն ամբողջ աշխարհի համար։ Այդ թվում նաև Ուկրաինայի երևի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով Անկարան աջակցում է տարածաշրջանում խաղաղ եւ կայուն ապագա ստեղծելու ուղղված քայլերին։ Էրդողանի խոսքերով մենք ողջունում ենք հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցելու ջանքերին, որտեղ կայունությունը եւ բարգավաճումը կտիրեն, եւ մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը դառնա մոդել ամբողջ աշխարհի համար, նշել է Էրդողանը։ Անկեղծ ասած, իհարկե լավ է, որ Էրդողանը նման հայտարարություններ է անում, բայց մենք պետք է տեսնենք նաեւ գործնական քայլեր եւ օրեր առաջ շատ ճիշտ ասաց Ռուբեն Ռուբենյանը, որ հիմա գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում։ Միայն գեղեցիկ հայտարարություններ անելը բնականաբար շատ քիչ են, իսկ մենք ցավոք սրտի տեսնում ենք միայն գեղեցիկ հայտարարություններ Թուրքիայի կողմից։ Ադրբեջանի կողմից ավելի գործնական քայլերի են ականատես լինում, քան թե Թուրքիայի կողմից։ Պետք է այստեղ իրոք անկեղծ գտնվենք։ Անցնենք հաջորդ հարցին։ Կարևոր տեղեկություն ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատուն, կողմերը մտքեր են փոխանակել թրիփ նախաձեռնության իրականացման վերաբերյալ դեսպանի հետ, քննարկել են հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը, ապա տեղեկատվության դեմ պայքարը եւ կրոնական ազատությունների հետ կապված մի շարք հարցեր, փորձենք վերլուծել։ Թրիփ ծրագիրը ամենաառաջին մասում է նշված հաղորդագրության։ Ճիշտ է, էլի հաղորդագրությունը ներքևում մասեր ունի, բայց դրան էլ կանդրադառնանք։ Առաջին մասով նշված է թրիփ նախաձեռնությունը եւ բնականաբար սա ամենակարևորն է մեզ համար։ Երկրորդը հիբրիդային սպառնալիքը։ Հիբրիդային սպառնալիքը որտեղից էր գալիս, հիշեցրեք ինձ։ Բոլորը ասում են, չէ՞, եվրոպացիներն էլ ասում, Հայաստանում հականերն են ասում, իշխանություններն են խոստովանում, գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Եվրամիությունը նույնիսկ միջոցներ է հատկացնում այդ հիբրիդային պատերազմին հակազդելու համար։ Հիբրիդային խումբ էլ ուղարկում Հայաստան, չէ՞։ Շատ լավ է, որ այս հարցը կոնկրետ քննարկվում է պետքարտուղարության ներկայացուցիչի հետ, ավելի ճիշտ պետքարտուղարի տեղակալի հետ։ Քննարկել են հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը եւ ապա տեղեկատվությունը։ Սա շատ լավ է ընտրություններից առաջ։ Եվ երրորդ կետը կրոնական ազատությունների հետ կապված մի շարք հարցեր։ Այստեղ ես պատկերացնում եմ, որ Հայաստանի անդիմությունը կամ անդիմություն ասենք, ինչպես ասենք, երևի թե հայ հեղափոխական դաշնակցության միջոցով, հայ դատի գրասենյակի միջոցով, ամենայն հավանականությամբ լոբիստական աշխատանքների իրենց միջոցով պետքարտուղարությանը հասցրել են այն, թե իբր Հայաստանում խնդիրներ են առաջանում կրոնի հետ կապված, ճնշումներ է գործադրվում հայ առաքելական եկեղեցու վրա։ Սա իմ պատկերացումն է։ Կարող է սխալվում եմ։ Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ մեկնաբանությունների մեջ, բայց ես կարծում եմ կոնկրետ այս հարցն է, այս հարցը բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի կողմից եւ ես ուրախ եմ, որ այս հարցը բարձրացվել է, քանի որ միանշանակ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը շատ լավ ձևով բացատրած կլինի, թե իրականում ինչումն է խնդիրը եւ որևիցե կրոնական ազատության եւ որևէ կրոնական ազատության հետ կապված որևիցե խնդիր չկա Հայաստանում։ Եվ վերջում հաղորդագրության նշված է, որ զրուցակիցները հաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացնելու իրենց պատրաստակամությունը։
Սա էլ կարծում եմ վերաբերվում է այն բոլոր կարևոր կետերին եւ փաստաթղթերին, որոնք որ ստորագրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե ինչպես կարելի ավելացնել այդտեղ նոր կետեր, նոր համագործակցության ծրագրեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա խոսենք թե ինչ կա Իրանի շուրջ։ Իսկ Իրանի շուրջ ասեմ, որ շատ խառն է, շատ հակասական են տեղեկությունները։ Մեզ դժվար է իրոք հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ Դոնալդ Թրամփը այլ հայտարարություններ է անում, մի քիչ հետո Պաշտպանության նախարար Պիթ Հեքսեթը ուրիշ հայտարարություններ է անում եւ արի ու հասկացի Դոնալդ Թրամփն էլ մեկ օրվա մեջ երկու անգամ փոխում է իր հայտարարությունները։ Թրամփը ասել է, որ իրենք Իրանից պահանջում են, որ ընդհանրապես հրաժարվի ատոմային ծրագրից եւ ոչ թե 20 տարով։ Եվ նրա խոսքերով Իրանը համաձայնվել է չունենալ ատոմային զենք, իրենք համաձայնվել են, որ այդ ատոմային փոշին դուրս բերվի Իրանից, այդպես է ասում Թրամփը, եւ ասում է, որ իրենք ունեն բազմաթիվ համաձայնություններ արդեն Իրանի հետ եւ իր պատկերացմամբ ինչ որ լավ բան է, պոզիտիվ բան է տեղի ունենալու։ Բայց եթե համաձայնություն չլինի, ռազմական գործողությունները կվերսկսվեն, Թրամփը ասում է, որ իրենք հաղթանակ են տարի, ամեն ինչ ոչնչացրել են եւ էլի կարող են սկսել նույնպես վարվել, բայց եթե Իրանը համաձայնվի եւ պատրաստ լինի համաձայնության գալ, ապա ինքը անձամբ կարող է մեկնել Իսլամաբադ, որպեսզի Իրանի հետ համաձայնություն ստորագրի։ Al Jazeera-ի տեղեկություններով էլ բազմաթիվ նոր տվյալներ կան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կարող է համաձայնությունը կնքվել Պակիստանի միջնորդությամբ։ Ու չնայած նրա, որ Թրամփը խոսում է հաջողություններից, հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բավականին լուրջ մտահոգված են պոլիտիկոյի տեղեկություններով, ասում են, որ միջանկյալ ընտրություններում բավականին վատ է իրավիճակը Թրամփի պատճառով։ Այսինքն շատ է մտահոգված ներքին կարգով հանրապետական կուսակցությունը։ Հետաքրքիր հայտարարություն է հնչել Իրանից, Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ 2025 թվականի այդ կարճատև պատերազմից հետո Իրանի եւ Իսրայելի միջև Պակիստանի շատ կարևոր հայտարարություն է արվել, որ եթե Իսրայելը ատոմային զենք օգտագործի Իրանի նկատմամբ, ատոմային զենք կիրառի Իրանի նկատմամբ, ապա պատասխան հարված կստանա Պակիստանից։ Պատասխան ատոմային հարված կստանա Պակիստանից։ Սա շատ հետաքրքիր հայտարարություն է եւ շատ հետաքրքիր է այն լսել հենց հիմա։ Պիթ Հեքսեթն էլ ասում է, որ Իրանը հրապարակավ ասում է, որ վերահսկում է Հորմուզի նեղուցը, բայց դուք չունեք նավատորմ։ Դուք ոչինչ չեք կարող վերահսկել, նա նաև ասել է այն, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը շատ պատրաստված են, բեռնված են լավագույն զենքով, մոտավորապես ասում է այն, ինչ ասել էր մի քանի օր առաջ Թրամփը, եւ սպասում են հրամանի, կան նույնիսկ տեղեկություն, որ կարող է ռազմական գործողությունները շատ շուտ վերսկսվեն, երկու շաբաթն էլ այս չլարացած 21-ից առաջ կամ 21-ից հետո ապրիլի։ Տեսնենք, չեմ կարող ասել այնքան են մեկը մեկին հակասում, այնպիսի հայտարարություններ են արվում, որ դժվար է իրոք մեկնաբանել։ Ես ուղղակի ասում եմ եւ մոտավորապես ներկայացնում եմ այն բնույթը եւ շունչը, թե ինչ հայտարարություններ են արվում Վաշինգտոնում։ Թրամփը նաեւ ասել է, որ ինքը հենց նոր հիանալի զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Անուի հետ եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի հետ, եւ նրա խոսքերով այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես սկսել են 10 օրյա զինադադար, ասում է Դոնալդ Թրամփը։ Այսինքն Դոնալդ Թրամփը ձգտել է եւ հասել է նրան, որ 10 օրյա հրադադար հաստատվի Իսրայելի եւ Լիբանանի միջև, միջնորդում է բավականին ակտիվ եւ փորձում է աշխարհին ներկայացնել, որ ինքն է անում այդ ամենը, չնայած որ մենք գիտենք, որ Իրանը հիմնականում դա է պահանջում Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից, որպեսզի բանակցությունները շարունակվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Դրանից բացի
ինքը երկու երկրների առաջնորդներին, այսինքն Թրամփը Լիբանանի եւ Իսրայելի առաջնորդներին հրավիրել է Սպիտակ տուն։ Եվ վերջում նա նաև հույս է հայտնել, որ Հեզբոլլահը ճիշտ կգործի այս կարևոր ժամանակահատվածում, այլևս ոչ մի սպանություն, վերջապես պետք է խաղաղություն լինի, ասել է Թրամփը, այսինքն ինքը ընդամենը հույսով է, որ Հեզբոլլահը կմիանա այդ 10-օրյա հրադադարին։ Նետանյահուն էլ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է հետևյալը, որ ինքը խոսել է Թրամփի հետ, նա մտադիր է շարունակել ծովային շրջափակումը եւ ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը, այսինքն խելքն ու միտքը Նետանյահուի Իրանն է, ինչ Լիբանան, ինչ բան։ Հիմնականում Իրանն է եւ Բենյամին Նեթանյահուի խոսքերով Թրամփը կարծում է, որ ընդմիշտ կարող է վերացնել այդ սպառնալիքը, ատոմային սպառնալիքը Իսրայելի համար։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։